Դուք դիտում եք Արմալուրի կիրակնօրյա թողարկումը, բարև ձեզ, առաջին հատվածում առաջարկում եմ դիտել։ Վարչապետը ժամանել է Շարմ էլ-Շեյխ։ Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է նորին մեծություն բելգիացիների թագուհի Մաթիլդային։ ԵԱՀԿ Մինսկի խումբը կփակվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը Երևանում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահը։ Մինսկի խմբին վերաբերող խնդիրը ըստ էության լուծված է, քաղաքական որոշումը կա եւ բյուջեի եւ մնացած ավելի տեխնիկական բնույթի հարցերով ուրեմն վերջնական որոշումները կլինեն մինչեւ դեկտեմբեր։ Էլեկտրամոբիլների ներմուծման համար ԱԱՀ-ից ազատման արտոնությունը երկարաձգվել է եւս 1 տարով։ Այս արտոնությունը գործում է 2019 թվականից եւ հաշվի առնելով վերջինիս դրական արդյունքները նպատակահարմար է այն երկարաձգել մինչեւ 26 թվականի դեկտեմբերի 31-ը։ Երևանի քրեական հետախույզները հայտնաբերել են մեծ քանակի զենք զինամթերք։ Գործարար բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվել է 30 օրով։ Մայրաքաղաք Երևանն այս շաբաթ տոնական է եղել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եւ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի հրավերով Շարմ էլ-Շեյխում էր մասնակցելու Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին։ Գագաթնաժողովի մասնակիցներին դիմավորել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին, այնուհետև երկրների ղեկավարներին ողջունել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Գագաթնաժողովի շրջանակում ստորագրվել է Գազայում պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիր, որը ստորագրել են Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը եւ Կատարի վարչապետ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ-Թանին։ Ստորագրման արարողությունից հետո Միացյալ Նահանգների եւ Եգիպտոսի նախագահները հանդես են եկել հայտարարություններով։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է նորին մեծություն բելգիացիների թագուհի Մաթիլդային։ Նախագահը ողջունել է թագուհու այցելությունը Հայաստան եւ բարձր գնահատել նորին մեծության առաջնորդությունը որպես ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների պաշտպան։ Ուրախ եմ ձեզ ողջունելու Հայաստանի Հանրապետությունում Երևանում։ Մեզ համար մեծ պատիվ է ձեր գերազանցություն այս այցելությունը այն նպատակների համար, ինչու համար որ դուք եկել եք որպես ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների պաշտպան։ Միանշանակ ի նպաստել է Հայաստանի Հանրապետության համար, որպեսզի մենք կարողանանք իրականում կատարել են պարտականություններ, որ ստանձնել ենք 2030 թվականի հետ կապված։ Եվ մենք շատ բարձր ենք գնահատում նաև ձեր առաջնորդությունը այդ աշխատանքում։ Դուք որպես Բելգիայի թագուհի զբաղվում եք նաև ամբողջ մարդկության հետաքրով այսպիսի խնդրով։ Հայաստանում էր ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնեն։ Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Վալտոնեն հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն այլևս անելիք չունի, իրենք կշարունակեն աջակցել Հայաստանին տնտեսական կողմից։ Այլ մանրամասներ Շողեր Ղլիջյանն է պատմում։ ԵԱՀԿ Մինսկի խումբն այլևս անելիք չունի։ ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարում է Արարատ Միրզոյանը։ Իհարկե գաղտնիք չի, որ ԵԱՀԿ-ն իր գործիքակազմով կոչված էր նպաստելու Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը, եւ այժմ երբ այդ խաղաղությունը հաստատված է եւ երբ մենք իթիվս այլ պայմանավորվածությունների նաև ձեռնամուխ ենք եղել ԵԱՀԿ Մինսկի կառույցների լուծարմանը, այս նոր իրողությունները նոր են նաև Հայաստան ԵԱՀԿ համագործակցության կամ ԵԱՀԿ-ում Հայաստանի մասնակցության տեսանկյունից եւս Մինսկի խմբի լուծարման ժամկետներն են հայտնի։ ԵԱՀԿ-ն կշարունակի աջակցել Հայաստանին տնտեսական կողմից, ներկայացնում է ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնեն։ Շատ հակիրճ կպատասխանեմ։ Այո, Մինսկի խմբի կառույցները կփակվեն ոչ ավելի ուշ, քան դեկտեմբերի 1-ը, եւ մենք բոլոր կետերը դիտարկում ենք այս հարցի շուրջ։ Առաջ ընթանալով իսկապես խորքային քննարկում մենք ունեցանք պարոն նախարարի հետ։ ԵԱՀԿ-ն պատրաստակամ է սատարելու, աջակցելու խաղաղության դիմակայունությանը Հայաստանում եւ տարածաշրջանում։ Գերիների հարցը շարունակում է մնալ չլուծված։ Նախարարը ներկայացնում է, թե դիվանագիտական կողմից ինչ քայլեր են իրականացնում։ Հաստատված խաղաղության պայմաններում Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի ուրեմն շրջանակներում էական մի քանի հարցերի շուրջ ձեռք բերված համաձայնությունների պայմաններում այդուհանդերձ մնում են որոշ հարցեր, որոնք դեռ լուծման կարիք են զգում եւ հավելյալ ջանքերի կարիք են զգում, լուծված չեն ըստ էության այս պահի դրությամբ եւ հենց դրանցից մեկը կամ առաջինը Բաքվում պահվող պատանդարված անձանց գերիների ուրեմն ազատ արձակման հարցն է։ Մենք ամենօրյա մեր աշխատանքն ենք իրականացնում այս ուղղությամբ
ոչ միշտ տեսանելի, ոչ միշտ արդյունավետ, հակառակ դեպքում հարցը վաղուց լուծված եւ դուրս եկած կլներ օրակարգից, բայց մենք իրականացնում ենք այդ աշխատանքը։ Ադրբեջանի առաջ քաշած նախապայմաններից մեկը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն էր, մյուսը սահմանադրության փոփոխումը։ Հարցին, ուրիշ ինչ նախապայմաններ կան, նախարարն է պատասխանում։ Մինսկի խմբին վերաբերող խնդիրը ըստ էության լուծված է, քաղաքական որոշումը կա եւ բյուջեի եւ մնացած ավելի տեխնիկական բնույթի հարցերով ուրեմն վերջնական որոշումները կլինեն մինչեւ դեկտեմբեր։ Ինչ վերաբերում է սահմանադրությանը, ապա ես հարկ եմ համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխության եւ կամ նոր սահմանադրության ընդունելու հարցը բացառապես ներքաղաքական օրակարգի եւ մեր ժողովրդի որոշելիքի հարցն է։ Ես զարմանում եմ, որ շարունակաբար այսքան ուրեմն հավաստիացումներից հետո հարցերը շարունակում են մնալ կամ հնչել, բայց եթե հարցնում եք, նորից ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը երբևէ որևէ երրորդ կողմի արչև չի ստանձնել եւ չի ստանձնելու պարտավորություն փոխել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Նախարարի փոխանցմամբ ադրբեջանցի գործընկերների հետ փոխանակել է մտքեր, շեշտադրելով հումանիտար թեմաները։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ մեծ հաշվով հնարավորություն ենք ունեցել մտքեր փոխանակել կարգավորման գործընթացի երևի ամբողջ ուրեմն ծավալի բոլոր նյուանսների վերաբերյալ, ոչ շատ խորը, ինչպես դա հնարավոր է անել առանձին երկկողմ ուրեմն միջոցառման ժամանակ, իհարկե, բայց կենտրոնացել ենք հատկապես օրինակ հումանիտար հարցերի շուրջ։ Հայաստանն ու Ադրբեջանը նախատեսում են ապաշրջափակել միմյանց միջև բոլոր տնտեսական ու տրանսպորտային հաղորդակցությունները։ Ներկայացնում են նախարարն ու բացատրում նոր երկաթուղու անվանումը։ Հայաստանը եւ Ադրբեջանը ապաշրջափակում են միմյանց միջև տրանսպորտային ուրեմն հաղորդակցության ենթակառուցվածքները։ Հայաստանը եւ Ադրբեջանը, այսինքն բոլոր ենթակառուցվածքները, հա, այն հատվածը երկաթուղու, որը անցնելու է Հայաստանի հարավով, կոչվելու է TRIP ուղի, այսինքն Trump Route for International Peace and Prosperity, հա, այսինքն ունի հստակ անվանումը, ունի սկզբունքները, տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնխելությունը, ինքնիշխանությունը, երկրների իրավազորությունը այդ ենթակառուցվածքների նկատմամբ եւ իհարկե փոխադարձությունը։ Շողեր Ղլիջյան, Արմալուր։ Անցնող շաբաթ կառավարության նիստին գործադիրի ղեկավարն ու կառավարության անդամները նիստին մասնակցել են կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելումը խորհրդանշող վարդագույն ժապավեններով։ Նախարար Ավանեսյանը նշել է, որ պարտադիր բժշկական ապահովագրության նպատակը լինելու է քաղցկեղի հիվանդության հայտնաբերումը վաղ փուլերում, որն ավելի վաղ փուլերում ավելի արդյունավետ բուժում է տրամադրում։ Գործադիրի նիստը լուսաբանել է Հասմիկ Վահրետյանը։ Հոկտեմբերը համարվում է կանանց կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս։ Կառավարության անդամները նիստին մասնակցում են կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելումը խորհրդանշող վարդագույն ժապավեններով։ Տիկին Ավանեսյան իրազեկեք մեզ օրվա խորհրդի հետ կապված։ Այս տարի պետությունը սկսել է սկրինինգային ընդլայնված ծրագիր, որով պետական պատվերով փակում է սոցփաթեթի շահառուների, հաշմանդամ ունեցող անձանց, սոցիալական տարբեր խմբերի անձանց համար նաև մամոգրաֆիկ հետազոտությունները։ Առողջապահության նախարարն ընդգծում է, ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում եւս կրծքագեղձի քաղցկեղը բավականին մեծ հիվանդացության եւ մահացության բեռ է։ Նման արշավների միջոցով գրագետ ճիշտ կանխարգելիչ միջամտությունների շնորհիվ մենք կարող ենք նվազեցնել թե մահացությունը եւ թե իհարկե շատ ավելի լավ կյանքի որակ ունենալ եւ ես շնորհակալ եմ բոլորին, որ նաեւ կառավարությունը միացել է այս իրազեկման արշավին։ Փաշինյանը հետաքրքրվում է առողջապահության ապահովագրության մեջ արդյոք ներառված է կրծքագեղձի քաղցկեղի բուժումը։ Այո, պարոն վարչապետ, եւ հենց մեր ապահովագրության հիմնական ուղղվածությունն էլ լինելու է կանխարգելումը, վաղ հայտնաբերումը եւ հիվանդության հայտնաբերման ժամանակ վաղ փուլերում շատ ավելի ծախս արդյունավետ բուժում տրամադրելը։ Մենք նախորոք արդեն իսկ 3 տարի պիլոտային ծրագիր են կարել սկրինինգային մեր մարզերում եւ այս տարվանից էլ արդեն ընդլայնված բոլոր 10-ից ավելի բժշկական կենտրոններ հիմա իրականացնում են պետական ծրագրով սկրինինգային հետազոտություններ եւ ապահովագրության փաթեթում էլ
այո ներգրաված լինելու են նաև նման ծրագրերը։ Ամբողջ աշխարհում քաղցկեղի վերաբերյալ այն նախկին ընկալումը չկա, որ դա դատավճիռ է անբեկանելի եւ իհարկե բարեբախտաբար շատ են դեպքերը, երբ որ հիվանդությունը բուժվում եւ հաղթահարվում է, բայց իհարկե սրանում շատ էական նշանակություն ունի վաղ հայտնաբերումը։ Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանն էլ ներկայացնում է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց էլեկտրոնային ծանուցումների համակարգի ներդրման մասին օրենսդրական փաթեթը։ Այս փաթեթով ներդրում ենք էլեկտրոնային ծանուցումների մի ամբողջական մեխանիզմ, սկզբից մինչև վերջ նկարագրված, եւ եթե այդ մեխանիզմով անձը ծանուցվի եւ ծանուցումը բոլոր փուլերով անցնի, ապա անկախ ամեն ինչից անձը համարվելու է պատշաճ ծանուցված։ Եթե հարթակում ծանուցումը տեղադրելուց հետո 3 օրվա ընթացքում անձը մուտք չգործի համակարգ, սկսելու աշխատել հաջորդ քայլը, այն է ծանուցումը հիբրիդային առաքանու միջոցով պատվիրված նամակով ուղարկվելու է անձի հաշվառման հասցեով։ Եթե այս եղանակով ուղարկելուց հետո ծանուցումը 7 օրվա դրությամբ ֆիքսվում է, որ անձը չի ստացել այն կամ հրաժարվել է ստանալ, ապա ծանուցումը տեղադրվում է ազդարար ԿՏՄ հարթակում, այսինքն իրականացվում է հրապարակային ծանուցում եւ ազդարարում տեղադրվելուց 7 օր հետո անձը համարվում է այլևս պատշաճ ծանուցված։ Նախարարն ընդգծում է, իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի համար ծանուցման հարթակ է ընտրվել Պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային հաշվետվությունների համակարգը, որտեղ նրանք ստանալու են ծանուցումներ ոչ միայն ՊԵԿ-ից, այլ նաեւ այլ պետական մարմիններից։ Հարգելի գործընկերներ, այս նախագիծը ըստ էության նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում ըստ էության դե յուրե վերածվում է ես ծանուցված չեմ հասկացությունը։ Դե յուրե, դե ֆակտո չգիտեմ ինչքանով, բայց դե ֆակտոյի մասին էլ Տիկին Գալյանը նշեց բոլոր հնարավոր տարբերակներով, այսինքն օբյեկտիվորեն, եթե օբյեկտիվորեն եւ ողջամտորեն նայենք այս սխեմային, ըստ էության տարբերակ չկա, երբ որ մարդը նաև դե ֆակտո ծանուցված չլինի։ Խնդիրն այն էր, որ միջևի մենք բազմաթիվ իրավիճակների հետ ենք բախվում, երբ որ մարդը դե ֆակտո ծանուցված լինելով, ըստ էության պետական մարմինները չեն կարողանում դե յուրե ապացուցել, որ անձը ծանուցված է, ամենատարբեր խնդիրներ է սա առաջացնում եւ կարծում եմ շատ էական եւ կարեւոր փոփոխություն է։ Նախագծով նախատեսվում է, որ ծանուցումների համակարգը կգործի 2026 թվականի հունվարի 1-ից, իսկ դրա տեխնիկական մանրամասները, պաշտոնական հարթակները, էլեկտրոնային հասցեները եւ մեխանիզմները սահմանվելու են կառավարության որոշմամբ։ Կառավարությունը եւս մեկ տարով երկարաձգում է էլեկտրական տրանսպորտային միջոցների համար ավելացված արժեքի հարկից ազատման գործողարտոնությունը, զեկուցում է էկոնոմիկայի նախարարը։ Ներկայումս համաձայն հարկային օրենսգրքի նշված էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցները ազատված են ԱՀՀ-ից մինչև 26 թվականի հունվարի 1-ը։ Այս արտոնությունը գործում է 2019 թվականից եւ հաշվի առնելով վերջինիս դրական արդյունքները նպատակահարմար է այն երկարաձգել մինչև 26 թվականի դեկտեմբերի 31-ը։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է նշել, որ էլեկտրական տրանսպորտային միջոցների երրորդ երկրներից ներմուծման համար ներկայումս գործում է նաեւ մաքսատուրքից ազատման արտոնություն։ Մասնավորապես համաձայն Մաքսային միության հանձնաժողովի որոշման Հայաստանը 22 թվականին ունեցել է 7000 միավոր, 23, 24 եւ 25 թվականների համար տարեկան 8000 միավոր էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների սակագնային քվոտա, որոնց ներմուծման դեպքում մաքսատուրք չի գանձվում։ 2019-ից գործող արտոնությունը զգալիորեն խթանում է էլեկտրական տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստան, ասաց նախարարը։ 23 թվականին ներմուծման ծավալը կազմել է 9635 միավոր, ինչը 22 թվականի համեմատ աճել է 75%-ով։ 24 թվականին ներմուծման ծավալը կազմել է 11793 միավոր, ինչը 23 թվականի համեմատ աճել է 22%-ով։ Պապոյանը կառավարության գործընկերներին ներկայացնում է այս տարվա սկզբից մինչև հոկտեմբերի 14-ը Հայաստան է ներմուծվել 14888 էլեկտրական շարժիչով մեքենա, 3 ավտոբուս, ինչպես նաև 2634 մոտոցիկլետ եւ մոպեդ։ Կառավարությունը պարզեցնում է եկամուտների հայտարարագրման գործընթացը, նախագիծը ներկայացնում է ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։ Նախատեսվում է հայտարարագրերը նախագծել կամ այսպես կոչված նախալրացնել պետական եկամուտների կոմիտեի կողմից եւ հայտարարատուներին տալ բավական տևական ժամանակ
մուտք գործելու պետական եկամուտների կոմիտեի համակարգ եւ ստուգելու հայտարարագրի ամբողջականությունն ու ճշտությունը եւ ըստ այդմ, ըստ անհրաժեշտության կատարելու համապատասխան փոփոխություններ եւ կամ լրացումներ։ Իսկ եթե չկան այդպիսի փոփոխությունների եւ լրացումների անհրաժեշտություն, ապա հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետին, որը սովորական կանոնի համաձայն հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ն է, հայտարարագիրը կհամարվի ներկայացված։ Նախատեսվում է նաև փոփոխություն վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։ Քանի որ մենք գործնականում չենք ունենալու հայտարարագրի չներկայացման դեպք, նախատեսվում է զուգահեռաբար վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքից հանել հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու համար նախատեսված պատասխանատվության միջոցը, որը առաջին դեպքում նախազգուշացում էր, երկրորդ դեպքում տուգանք։ Փոխնախարարը նաև ներկայացրեց մի շարք լրացուցիչ փոփոխություններ։ Նախատեսվում է ընդլայնել երրորդ անձանց կողմից հարկային մարմնին ներկայացվող տեղեկատվության շրջանակը։ Խոսքն այստեղ կարող է լինել օրինակ բնակության պետական ռեգիստրի կողմից ներկայացվող տեղեկատվության մասին կամ ֆիզիկական անձի սահմանահատման կամ Հայաստանում գտնվելու օրերի քանակի մասին։ Ֆինանսների նախարարի տեղակալն իրազեկում է ընտանիքի անդամների միջև փոխանցվող գումարները կենցաղային ծախսերի կամ աջակցության նպատակով կազատվեն հայտարարագրման պարտականությունից։ Բանկերից կամ ֆինանսական հաստատություններից ստացվող տեղեկատվությունը հարկային մարմիններին կփոխանցվի միայն այն դեպքում, երբ քաղաքացին տվել է իր համաձայնությունը։ Բեռնատարների վարորդները կառավարության մոտ կրկին բողոքի ակցիա են իրականացնում։ Հիշեցնենք, այս տարվա հունվարի 1-ից ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ են մուտք գործում ոչ աշխատելու նպատակով, օրացույցային տարվա ընթացքում կարող են մնալ 90 օր, նախկին 180 օրվա փոխարեն։ Վարորդները պնդում են, որ 90 օրը քիչ է, որովհետև թույլատրելի ժամկետի մեծ մասն իրենք կարող են անցկացնել, օրինակ Վլադիկավկազում կամ Վերին Լարսում հերթերի մեջ։ Էդի բոլորից հարցն է, եթե հարցի լուծում չեն տալու, մենք ճանապարհը փակելու ենք 100%։ Բոլոր տամոժնիները ու ոչ մեկ չի կարող մեզ ասի գիտես ինչ կա հանենք, ինչ հիմար հանենք, որ հարցի լուծում չստանանք։ Զգուշացում եմ, ստացվում որ ես օր չունեմ Ռուսաստան մտնելու։ Որ գնամ արդեն շո դեպորտ եմ եղել։ Ինչ 90 օր, ինչ 100 օր, 120 օր, այդ 90 օր ընդհանրապես թող հանվի, sense գնաց, մի ամիս հետո մեր դոլարով հաց ենք առնելու դեն։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է ակցիայի մասնակիցներին։ Ուղիղ ասում եմ, ես էլ գիտեմ, որ 90 օրը մեր պարագայում դա չաշխատող տարբերակը, որտեղ 90 օր մենակ դուք Վերին Լարսում կարող եք կանգնեք տարվա մեջ։ Եթե օրինակ ես անցակետը անցնում եմ, ժամը 9:11-ին անձնագրայինը անցա, այնտեղ որ ժամը ֆիքսում, ուղիղ ամսաթիվ։ Եկել եմ ինչ-որ X տեղ դատարկման, բեռնաթափման, ուրբաթ-շաբաթ կիրակի մեքենան կանգնում է, իմ օրերը պտտվում է, եւ էլի նմանատիպ բազմաթիվ խնդիրներ։ 90 օր մենակ կարող է դուք Վերին Լարսում կանգնեք։ Հավատացեք, ամենաբարձր մակարդակով զբաղվում ենք այդ հարցում ԵԱՏՄ-ում, եւ ես շատ մեծ հույս ունեմ, որ խնդիրը լուծվելու է։ Հասմիկ Ֆահրադյան, Արման լուր։ Երևանի քրեական հետախույզները հայտնաբերել են մեծ քանակի զենք զինամթերք, մանրամասները ոստիկանության տեսանյութում։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Արցախի Պողոտայի բնակիչ 44-ամյա տղամարդը տանը ամառանոցում եւ իր երկու մեքենաներում ապօրինի պահում է մեծ քանակի զենք ու զինամթերք։ Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց ու հոկտեմբերի 9-ին Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Դատարանի որոշմամբ հոկտեմբերի 14-ին խոզարկություններ կատարվեցին 44-ամյա տղամարդու բնակարանում, ամառանոցում եւ ավտոմեքենաներում։ Կոտայքի մարզի Ձորախ Գյուղի այգեգործական տարածքում գտնվող նրա ամառանոցում հայտնաբերվեցին Կալաշնիկովի ինքնաձիգ, մարտական 5 ատրճանակ, 1 հրացան, ինքնաձիգի 1 խլացուցիչ, սվին դանակ, գաղտնի փականով դանակ, մարտական 160 փամփուշտ եւ այլ զինամթերք։ Նրա ավտոմեքենաներից մեկի խոզարկությամբ էլ հայտնաբերվեց դեղնականաչավուն զանգվածով պատետ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Գործարար բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվել է 30 օրով։ Այս որոշումը կայացրել է հակակոռուպցիոն դատարանը Վահե Դոլմազյանի նախագահությամբ։ Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Բարթևանյանը նշել է, թե դատարանն արձանագրել է, որ մեղադրանքի թե երկրորդ թե երրորդ դրվագը նույնիսկ հիմնավոր կասկածի շեմը չեն հաղթահարել։ Տնտեսական բնույթի են արարքները, որոնք ի սկզբանե ասում են, որ սա աբսուրդ է, որ սա արվում է մեկ նպատակով, որ ուղղակի 14-15 հատոր նյութ սարքեն արհեստական, դատարանը այդ մասով համաձայնվեց։ Բայց թե ոնց է ստացվում, որ կոչով պետք է 30 օր եւս կալանքը շարունակվի, դրան բացատրություն մենք չունենք։ Դրա բացատրությունը միակ, որ մենք իսկապես, երբ խոսում ենք այդ 5-10% արդարության հնարավորության մասին, դա չի ապահովվում։ Երևանն այս շաբաթ տոնական էր։ Էրեբունի Երևանի 2807-ամյակի նվիրված տոնական միջոցառումներ են իրականացվել։ Դրանք ամփոփվել են Հանրապետության հրապարակում տոնական համերգով։ Ամփոփիչ տեսանյութ է ներկայացրել Երևանի քաղաքապետարանը։ Շատ հետաքրքիր էր այսօրվա օրը, ես շատ եմ սիրում Երևանը։ Շնորհավոր տանդ Երևան։ Ես սիրում եմ քեզ իմ Երևան։ Ծնունդս շնորհավոր Երևան։ Սիրահարվելու քաղաք Երևան։ Ամեն մարդ ով գալիս է Երևան, սիրահարվում է այս քաղաքին։ Իմ քաղաքից լավ տեղ չկա։ Մենք շատ սրտով սիրում ենք Երևանը։ Անչափ եմ սիրում, աշխարհի չափ։ Поздравляем Ереван, прекрасный, очень красивый город, который каждый год становится все лучше, красивее, с этим прекрасным праздником. Прекраснейший праздник. Мы сейчас гуляем. Вот. С днем рождения, Ереван. Happy birthday, Yerevan. Սիրում են քեզ Երևան։
Թողարկման երկրորդ հատվածում առաջարկում եմ դիտել։ Գյուղն ապրում է աշխատանքի ու հույսի շնորհիվ մայիսյանցի փորձառու մանկավարժն առանց հողի հետ աշխատանքի կյանքն անիմաստ է համարում։ Շատ լավ այս տարի բերք է տվել, թեև գյուղում տանջանքը շատ է, բայց մենք այն անում ենք հաճույքով, սիրում ենք մեր աշխատանքը։ Վերջին 40 տարվա ընթացքում առաջին անգամ հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Միասնիկյան գյուղի Խանջյան փողոցը։ Խոշորացումից հետո լայն թափով մեծ ծավալի ասֆալտապատման եւ բարեկարգման աշխատանքներ են իրականացվել Մայիսյան գյուղում եւ այս տարի եւս այդ աշխատանքները շարունակվում են։ Այն ժամանակ ինչ լավ չի եղել։ Լադոկները մեծ տնուտներ չեմ գրած։ Մի շատ լավ է։ Տեսել եմ հավելվածը կօգնի արձանագրել համայնքային խնդիրները։ Հայտնել խնդրի մասին եւ սկսում ենք հստակ լրացնել։ Նկարն ենք ընտրում եւ անուն ազգանուն հեռախոսահամար եւ էլեկտրոնային փոստի հասցե ուղարկել։ Աշխատանքային ծանրաբեռնվածություն, առօրյա խնդիրներ ու սոցիալական ճնշումներ, որոնք են ստրեսի առաջացման պատճառները, երբ եւ ում դիմել։ Երբ որ մենք զգում ենք տագնապ, ունենք տագնապային գրոհներ, սա հոգեբուժություն է, սա հոգեկան առողջություն է։ Օրվա ծանրաբեռնված աշխատանքը կարա լարվածություն ստեղծի։ Ինձ թվում է ընտանեկան խնդիրները, խցանումները։ Գյուղն ապրում է աշխատանքի ու հույսի շնորհիվ։ Մայիսյանցի փորձառու մանկավարժն առանց հողի հետ աշխատանքի կյանքն անիմաստ է համարում։ Իմ գործընկեր Հասմիկ Ֆահրեդյան այցելել է Մայիսյան գյուղ եւ զրուցել տեղաբնակ աշխատասեր մարդկանց հետ։ Բնավորությամբ հանգիստ ու ժպտերես տիկին գեղեցիկն է, կեսդարյա աշխատանքային փորձ ունեցող մանկավարժն ապրում ու աշխատում է Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում։ Գրեթե ամեն օր դպրոցից տուն գալու ճանապարհին պլանավորում է անելիքներն ու տուն հասնելուն պես անցնում գործի։ Կենդանիներն իրեն են սպասում։ Խոզեր շատ ենք ունեցել, մորթել ենք, մնացել է այս մեկը, սա էլ պահում ենք, ձմռանը մորթում ենք մեզ համար։ Եթե գործը սիրով չանես, առաջ չի գնա, 70-ամյա կինը տրտնջալ չունի։ Արևի առաջին շողի հետ արթնանում, վերջին շողի մայր մտնելու հետ էլ տուն է մտնում։ Թեև գյուղում տանջանքը շատ է, բայց մենք այն անում ենք հաճույքով, սիրում ենք մեր աշխատանքը, գյուղի գործերը անում ենք տեղատեղին, ժամանակին։ Այգին մշակում, բերքը հավաքում, քաղաքում ու դրսում ապրող հարազատ բարեկամներին բաժին է հանում։ Մարդկանց լավություն անելու համար տիկին գեղեցիկը պատրաստ է օրնի բուն աշխատել։ Շատ լավ այս տարի բերք է տվել, թորս լավ մշակել է, սրսկել է, որտնաշ չի։ Առատ բերքից գոհանում է, որ հաջորդ տարի խնձորի, նռան, սերկևիլի պտուղներն էլ ավելի առողջ ու գեղեցիկ տեսք ունենան։ Տիկին Սարգսյան, քանի որ օրվա ընթացքում դուք բազմապիսի աշխատանք եք կատարում, դպրոցից արդեն գերհոգնած գալիս եք տուն, բայց միևնույնն է, այգին եք մշակում, կերակրում եք կենդանիներին, չեք հոգնում այդ ամենից հետո։ Հոգնում եմ չնայած, բայց աշխատանքս վերջացնելուց հետո ես տուն եմ մտնում, հեռուստացույց եմ դիտում եւ հետևում եմ նորություններին։ Հանգստի միակ պահը թերևս հարևանուհիների հետ սրճելն է։ Սուրճի սեղանի շուրջ բուռն քննարկում են դպրոցին, գյուղին վերաբերող հարցեր, ինչու չէ նաև քաղաքական թեմաներ։ Գյուղի մարդիկ աշխատող, հանգիստ բնավորության մարդիկ են եւ եզդիները շատ են այս գյուղում, այստեղ տարբերություն չենք դնում հայերի եզդիների միջև, հարևանություն ենք անում եզդիների հետ։ Տիկին գեղեցիկը բնակվում է գյուղի կենտրոնից 2 կիլոմետր հեռավորության վրա, Սարգսի անվան թաղամասում։ Գյուղում խնդիրներ ունենք, առաջինը տրանսպորտի խնդիրը, որ մենք այստեղից գնում ենք Արմավիր դժվարությամբ, մանավանդ շաբաթ-կիրակի օրերին, երբ տրանսպորտը գյուղի չի աշխատում։ Տաքսիներն էլ չեն գալիս, պատճառաբանելով, որ ասենք գյուղ եկող ճանապարհը անբարեկարգ է։ Փորձառու մանկավարժը գյուղի կյանքից դժգոհ չէ, այստեղ հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է։ Տիկնոջ ցանկությունը մեծ է, որ երիտասարդներն ապրեն ավելի լավ պայմաններում։ Գյուղի երեխաների առօրյան այնքան էլ լավ չէ, ովքեր մեքենաներ ունեն, հաճախակի գնում են Արմավիր,
Երևան, Մեծամոր, այստեղ այնտեղ միջոցառումների մասնակցելու, իսկ գյուղում նման պայմաններ չկա։ Ես կուզենայի, որ գյուղում նման պայմաններ լիներ, ոնց որ մյուս մեծ գյուղերում, բայց դե մեր գյուղը դե փոքր է։ Հիմնականում մեր մոտ խնդիրները տրանսպորտի հետ են կապված, մի քիչ ճանապարհների, որոնք պետք է սարքվեն, արդեն կա ծրագրերի մեջ, մանկապարտեզի խնդիր, որ նորից ծրագրի մեջ է, եթե այս տարի չլինի, մյուս տարի անպայման պետք է կառուցեն 0-ից։ Կառուցվել է մշակույթի տան այգին, ասֆալտապատվել է մեր կենտրոնական փողոցի մեծ մասը։ Մայիսյանում նկարահանումներ իրականացնելու ընթացքում հանդիպեցինք 8-ամյա Արենին։ Ես հիմա խաղող ընտրում, տատին օգնում եմ։ Աղաղ ենք սարքելու։ Եկել եմ խաղողը դրած, հետո ասեցին գաղը խաղողանես, ես ասեցի հականեմ ու ստա արեցի, ես իմ երորդն է, որը ես հիմա ճմռում եմ։ Ապագա ֆուտբոլիստի ոտքերի տակ խաղողի հյութը եռում ու ավելի է քաղցրանում։ Ձմռան սառը օրերին գյուղացիների սեղանները կջերմանան մաճառի ու օղու բույրով։ Հասմիկ Ֆարադյան, Բեն Անտոնյան, Արմալուր։ Վերջին 40 տարվա ընթացքում առաջին անգամ հիմնանորոգվել է Արմավիրի մարզի Միասնիկյան գյուղի Խանջյան փողոցը։ Սա թերևս սպասված ու կարևոր իրադարձություն է եղել բոլորի համար։ Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը նշել է, որ համայնքների խոշորացումն էապես նպաստել է գյուղական բնակավայրերի համաչափ զարգացմանը։ Իր ղեկավարած գրեթե բոլոր բնակավայրերում իրականացվում են ենթակառուցվածքների զարգացման ուղղված տարբեր ծրագրեր։ Ասֆալտապատման աշխատանքներին տեղում հետևել է Հասմիկ Ֆահրադյանը։ Վերջին 40 տարվա ընթացքում առաջին անգամ հիմնանորոգվում է Միասնիկյան գյուղի Խանջյան փողոցը։ Փոսերով ու ցեխով լի ճանապարհը տարիներ շարունակ եղել է փողոցի բնակիչների գլխավոր խնդիրը։ Սա գյուղի ամենախիտ բնակեցված փողոցն է, բայց այստեղ երբեք ասֆալտապատ ճանապարհ չի եղել։ Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը շինհրապարակում հետևում է աշխատանքների ընթացքին։ Արմավիր համայնքի ղեկավարը տեղեկացնում է փողոցն ասֆալտապատվում է պետություն համայնք համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։ Ծրագրի ընդհանուր արժեքը 40 միլիոն դրամ է։ Այս պահին հիմնանորոգվում է Խանջյան փողոցի Գագարին Մոնթե Մելքոնյան հատվածը։ Այս պահին արդեն մրցույթային գործընթաց ենք սկսելու Մոնթե Մելքոնյան Երևանյան հատվածի հիմնանորոգման մասով, իսկ 2026 թվականին կսկսենք նախահաշվային փաստաթղթեր ձեռք բերել փողոցի արդեն չվերանորոգված հատվածի հիմնանորոգումը իրականացնելու համար։ Այս պահին հիմնանորոգվող ճանապարհի երկարությունը 310 մետր է։ Պետք է ուրախությամբ նշել, որ այլևս դպրոց գնացող երեխաները, մանկավարժները եւ առհասարակ քաղաքացիները արդեն մաքուր տեղով եւ ասֆալտապատ տեղով կգնան դպրոց։ Վերջապես կքայլեն մաքուր ու հարթ ճանապարհով։ Գյուղացիները երկար են սպասել այս պահին։ Այն ժամանակ հեչ լավ չի եղել։ Փոշու մեջ կորած են եղել բալաջան։ Լադոկները մեծ կնի դեմացներ չեմ գրած։ Հիմի շատ լավ է։ 9-ամյա Էդուարդին էլ ուրախացնում է այն հանգամանքը, որ այսուհետև տնից դպրոց կհասնի մաքուր կոշիկներով ու հագուստով։ Դպրոց եմ գնում, անձրևա գալիս, կոշիկները ցեխոտվում են։ Որ ասֆալտապատեն, մաքուր կոշիկներով կգնամ ու կգամ։ Խանջյան փողոցում ասֆալտապատման աշխատանքները մեկնարկել են 1 ամիս առաջ։ Շինարարության պատասխանատուները վստահեցնում են, մինչև նոյեմբեր այն ավարտին կհասցնեն։ Ներքին շերտ ենք այս պայդրությամբ իրականացնում ասֆալտապատման, այնուհետև վերին շերտ ենք իրականացնել։ Կառուցել ենք ջրահեռացման համակարգ 1734 բետոնե վակերի միջոցով։ Աշխատանքները իրականացվում են ստանդարտներին եւ նախագծին համապատասխան, շուրջօրյա տեղհսկողություն է իրականացվում, այդ թվում համայնքի ներկայացուցիչների կողմից է վերահսկում աշխատանքները, իրականացնում ենք ամենաբարձր որակով աշխատանքները։
Խոշորացումն էապես նպաստել է գյուղական բնակավայրերի համաչափ զարգացմանը, մեծ հետ զրույցում նշեց Վարշամ Սարգսյանն ու ավելացրեց այս պահի դրությամբ Արմավիր համայնքի գրեթե բոլոր բնակավայրերում իրականացվում են ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված տարբեր ծրագրեր։ Խոշորացումից հետո լայն թափով մեծ ծավալի ասֆալտապատման եւ բարեկարգման աշխատանքներ են իրականացվել Մայիսյան գյուղում եւ այս տարի եւս այդ աշխատանքները շարունակվում են։ 2026 թվականի պլանավորվող սուբվենցիոն ծրագրերը աննախադեպ են լինելու Արմավիր համայնքի համար եւ շատ կարեւոր է նշել, որ ամեն հաջորդող տարին աննախադեպ է նախորդ տարվա նկատմամբ եւ այո մեծ ծավալի աշխատանք ենք պլանավորել, որ պետք է իրականացնենք 2026 թվականին։ Միասնիկյանում փողոցների նորոգման աշխատանքներն այսքանով չեն ավարտվի, առաջիկայում ներհամայնքային այլ ճանապարհներ եւս կբարեկարգվեն։ Հասմիկ Ֆահրադյան, Բեն Անտոնյան, Արմալուր։ Այսուհետև համայնքը մաքուր, անվտանգ եւ բարեկարգ դարձնելու գործընթացում յուրաքանչյուրի ձայնն ու մասնակցությունը կարևոր դեր կունենա։ Ստեղծվել է հավելված, որի միջոցով մարդիկ կարող են նկարել համայնքում առկա խնդիրն ու ահազանգել այդ մասին։ Ծրագրի մանրամասները Շողեր Ղլիջյանի ռեպորտաժում։ Հայտնել խնդրի մասին եւ սկսում ենք այստեղ լրացնել։ Նկարն ենք ընտրում եւ անուն, ազգանուն, հեռախոսահամար եւ էլեկտրոնային փոստի հասցե ուղարկել։ Համայնքը մաքուր, անվտանգ եւ բարեկարգ դարձնելու գործընթացում կարևոր է յուրաքանչյուրի ձայնն ու մասնակցությունը։ Ստեղծվել է հավելված, որի միջոցով մարդիկ կարող են լուսանկարել համայնքում առկա խնդիրն ու ահազանգել այդ մասին։ Ստեղծվել է շատ པարզ էլեկտրոնային գործիք, որի նպատակը բնակչությանը համայնքի կառավարմանը, համայնքի խնդիրների լուծմանը մասնակից դարձնելն է։ Այստեղ մշակման ներդրման համար մենք մեծ ռեսուրսներ չենք ներդրել, հիմնականում գործառնական հնարավորություններով համեստ է եւ նախատեսված է վերահասցեավորման համար, այսինքն բջջային հավելվածը, որը մշակվել է, իրականում վերահասցեավորում է ստացված խնդիրը բնակչի կողմից դեպի այն համայնքին, որում այդ խնդիրը դիտարկվել է, գրանցվել է։ Տեսել եմ հավելվածը նպատակ ունի ընդլայնել բնակչության մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը, նպաստել համայնքային խնդիրների արագ արձագանքին։ Նշեմ, որ մենք բավականին լայն իրազեկում իրականացրեցինք, դա նախ կատարվեց համայնքային կայքերի եւ մարզպետների աշխատակազմի կայքերի մեր նախարարության սոցիալական ցանցերի էջերով կայքի միջոցով, բացի այդ մեր 3 բջջային օպերատորների բոլոր բաժանորդներին ուղարկվել է կարճահաղորդագրություն SMS, որի միջոցով բաժանորդները տեղեկացել են, որ կա այսպիսի հավելված, դա հասանելի է եւ App Store-ում եւ Google Play-ում, այսինքն ցանկացած բաժանորդ կարող է ներբեռնել, թե շատ փոքր հավելված է եւ օգտագործման մեջ շատ պարզ է։ Տեղական ինքնակառավարման մարմինների համար կարևոր է բնակիչների հետ ունեցած հետադարձ կապի պահպանումը։ Այսպես ընդգծվում է բնակիչների սրտացավությունը։ Հարթակ է, որտեղ անմիջական կապ ստեղծվում է քաղաքացու, բնակչի, համայնքի եւ համայնքապետարանի միջև։ Խնդիրները կարող են լինել բազմազան, հիմնականում խնդիրները տեղային են, լոկալ, այսինքն ինքը փոքր խնդիրներ, ոչ հանրապետական նշանակության, որտեղ քաղաքացին բնակիչը համայնքի անմիջական կարող է նկարագրել խնդրի բովանդակությունը, տեղանքը, ինչպես նաև ներբեռնել եւ դրանից հետո միանգամից ծրագիրը ներբեռնվում է նրա խնդիրը, համապատասխան ստորաբաժանումները աշխատակազմի քարտուղարի հանձնարարականով սկսում են դրանով զբաղվել։ Հետադարձ կապը անմիջական կապվում է մեր բնակչի հետ։ Բնակչի կողմից ուղարկված խնդիրը համայնքապետարանում են տեսնում։ Լինում են դեպքեր, երբ բնակիչը համայնքը սխալ է նշած լինում, թե ինչ են անում այս ժամանակ, համայնքապետարանից են բացատրում։ Ծրագիրը տալիս է նաև հնարավորություն վերահասցրագրելու, այսինքն հարևան համայնքի բնակավայրը, որ խնդիրը ուղղում է մեզ, որից հետո կարողանում ենք վերահասցրագրել տալ համապատասխան համայնքին։ Մեծամորի համայնքապետարանից նշում են, կան արդեն ստացված հայտեր, որոնք մշակման փուլում են ու ներկայացնում տեսակները։ Նախնական կատարել ենք դրանց լուծումները, ներկայացրել ենք մեր համայնքի բնակչին հետադարձ կապով, տարբերակներով, որ խնդիրը լուծման փուլում կլինի, նախագծային փուլում է կամ այդ խնդիրը նոր է բարձրացել, առաջիկայում կնախատեսվի
Այսինքն անուշադրության չի մատնվում այդ խնդիրը, կարա լինի խնդիր, որը լինի հանրապետական նշանակության, ենթադրենք համայնքի բնակիչը մեծ խնդիր հասցեագրի, որը վերաբերվի դիցուք վիոլա ջրի։ Այդ դեպքում մենք վերահասցեագրում ենք, որ համայնքապետարանի տիրույթում չի։ Ծրագիրը նոր է գործարկվել, բայց արդեն 700-ին մոտ դիմումներ կան, իսկ հավելվածի ներբեռնումների թիվն արդեն հասնում է 10,000-ի։ Կուտակված աղբ, քանդված փողոցներ կամ համայնքային մեկ այլ խնդիր։ Սրանք այլևս անլուծելի չեն։ Միայն պետք է ներբեռնել հավելվածն ու ահազանգել խնդրի մասին։ Շողեր Ղլիջյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։ Աշխատանքային ծանրաբեռնվածություն, առօրյա խնդիրներ ու սոցիալական ճնշումներ։ Արմալուրի թղթակից Շողեր Ղլիջյանը հարցումներ է իրականացրել ու փորձել պարզել, թե որոնք են մեր օրերում սթրեսի առաջացման պատճառները։ Մշտական լարվածությունը, սթրեսն ու դեպրեսիան դարձել են սովորական երևույթներ, բայց ինչու են այս իրավիճակներն առաջ գալիս եւ ինչ հետևանքներ կարող են ունենալ մեր առօրյա կյանքի վրա։ Աշխատանքային ծանրաբեռնվածությունը, սոցիալական ճնշումներն, անորոշ ապագան ու անընդհատ տեղեկատվական հոսքը դարձել են լարվածության ու սթրեսի հիմնական պատճառ։ Այս մասին հայտնում են քաղաքացիները։ Կենցաղային պայմաններն էլ կարող են լինել սթրեսի պատճառ, ոչ բավարարված կյանքը, պահանջմունքների աճը, քաղաքի վիճակը, տրանսպորտը, վատ լուրից։ Կարող է եղանակի փոփոխությունից ինձ լավ չզգամ ու սթրեսի ենթարկվեմ։ Խցանումները տրանսպորտի հետ կապված։ Օրվա ծանրաբեռնված աշխատանքը կարա լարվածություն ստեղծի։ Հոգնածություն են գնում երեկոյան։ Շները Կարծեմ ստեղ հանգստանում այդ շները հասցնում են սթրեսի վերջի աստիճանի։ Ինձ թվում է ընտանեկան խնդիրները, բայց այդպես ծանր տանողներից չեմ, թեթև եմ ապրում, ավելի շատ ներս եմ գցում։ Աշխարհի բնակչության մոտ 44%-ն ապրում է լարվածության կամ անհանգստության զգացում։ Ամենաբարձր ցուցանիշները գրանցվում են պատերազմներից, տնտեսական ճգնաժամերից եւ սոցիալական անհավասարությունից տուժած երկրներում։ Ստրեսի յուրաքանչյուր մարդ կարող է հանգել ամենատարբեր իրավիճակներում։ Դա առաջին հերթին մարդու հոգեկերտվածքի անհատականության, անձի առանձնահատկություններից է գալիս, որովհետև հայտնի են բազմաթիվ օրինակներ, երբ խիստ ադրենալին պահանջող վիճակներում ինչ-որ մեկը լրիվ ներդաշնակության մեջ է, իսկ ինչ-որ մեկը խառնվել է իրար, պանիկայի մեջ է, խոճապի մեջ է եւ մոլորված է։ Սթրեսը բացասական երևույթ չէ։ Այն մարմնի բնական պաշտպանական արձագանքն է, որն օգնում է կենտրոնանալ, արագ կողմնորոշվել եւ հաղթահարել դժվարությունները։ Խնդիրը սկսվում է այն պահից, երբ լարվածությունը դառնում է մշտական ու սկսում վերահսկել մարդուն, խլելով հանգստությունը, քունն ու հավասարակշռությունը, բացատրում է նյարդաբանը։ Կա ստրես, որ պաշտպանական է։ Այդ ստրեսը իրավիճակում միլիոնավոր տարիներ առաջ դեռևս մարդ արարածի բոլոր կենսաբանական տեսակների մեջ ներդրված է եղել ի պատասխան ստրեսի ինչ որ գործողության գնալ։ Հիշում եք շատ էլեմենտար մի բան, մարդկա ստրեսից միանգամից հարձակվում է, մարդկա փախչում է, մարդկա զգուշանում է, սրանք մարդկանց նաև տիպերն են։ Ստրեսը առողջ բան է, եթե այս ստրեսացին գործոնները մարդու համար միշտ ազդանշանային են, բայց եթե ստրեսը դառնում է քրոնիկ անընդհատ, բնականաբար այն չի կարող լինել նորմալ եւ դառնում է ախտաբանական։ Պետք է կարողանալ ժամանակին կողմնորոշվել եւ խնդրի արկայության դեպքում դիմել մասնագետին՝ հոգեբան, նյարդաբան կամ հոգեբույժ։ Հաճախ առնչվում են պացիենտների, որոնք ներկայացնում են գանգատներ, որոնք դու տեսնում ես, որ դրանք մաքուր նյարդաբանական չեն, այլ ավելի շուտ հոգեբուժական են։ Այսինքն, երբ որ մենք զգում ենք տագնապ, ունենք տագնապային գրոհներ, սա հոգեբուժություն է, սա հոգեկան առողջություն է։ Կախված նրանից, թե ինչ մակարդակում է։ Նյարդաբանները ոչ միշտ պետք է ստանձնեն դրա բուժումը։ Սա հանրային ուշադրության արժանի մի բան է, որ նյարդաբանները զբաղվեն նյարդաբանությամբ, հոգեբուժները զբաղվեն հոգեբուժությամբ, եւ եթե պացիենտը երկուսից էլ ունի դրսևորումներ, միասին պացիենտին վարեն եւ պացիենտը երբեք չբուժվի կլինիկական ծանր դեպրեսիայով նյարդաբանի մոտ։ Առողջությունը միայն առողջ օրգանիզմ ունենալը չէ, այն սկսվում է մտքից եւ ավարտվում ներքին խաղաղությամբ։ Այս ամենի գիտակցումն է հոգեկան առողջությունը պահպանելու բանալին։ Շողեր Ղլիջյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։ Բարսելոնան երկարաձգել է պայմանագիրը Նիդերլանդների հավաքականի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի հետ։ Բրազիլիական Սանթոսի 33-ամյա բրազիլացի հարձակվող Նեյմարը պատրաստ է կարիերան շարունակել Իտալիայի A սերիայում։ Սպորտային կարևոր իրադարձությունները Էլիանա Ինջիղուլյանի խճանկարում։
Իսպանիայի չեմպիոն Բարսելոնան երկարաձգեց պայմանագիրը Նիդերլանդների հավաքականի կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգի հետ մինչև 2029 թվականի հունիս։ 28-ամյա ֆուտբոլիստը Բարսելոնայում հանդես է գալիս 2019 թվականից։ Նրա նախորդ ակումբն Ամստերդամի Այաքսն էր։ Դե Յոնգն Իսպանիայի առաջնությունում մասնակցել է 183 հանդիպման, խփել է 14 գոլ, կատարել 16 գոլային փոխանցում, դարձել Իսպանիայի կրկնակի չեմպիոն։ Անցած մրցաշրջանում Դե Յոնգը մասնակցել է 46 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ Բրազիլական Սանթոսի 33-ամյա բրազիլացի հարձակվող Նեյմարը պատրաստ է կարիերան շարունակել Իտալիայի A սերիայում։ Նեյմարի ծառայություններով հետաքրքրված են Իտալիայի չեմպիոն Նապոլին եւ փոխչեմպիոն Միլանի Ինտերը։ Հուվարին կավարտվի Նեյմարի պայմանագիրը Սանթոսի հետ եւ նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ։ Նեյմարը ցանկանում է տպավորություն թողնել Բրազիլիայի հավաքականի իտալացի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի վրա եւ վերադառնալ ազգային թիմ եւ մասնակցել 2026 թվականի աշխարհի առաջնությանը։ Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը մասնակցել 23 հանդիպման, խփել է 6 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ Իսպանիայի չեմպիոն Բարսելոնայի ղեկավարությունը որոշել է չերկարաձգել համագործակցությունը Լե հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի հետ։ 37-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը կավարտվի հաջորդ տարվա ամռանը։ Լևանդովսկու ծառայություններով հետաքրքրված են ամերիկյան եւ սաուդյան ակումբներ։ Նա Բարսելոնայում հանդես է գալիս 2022 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին մասնակցել է 9 հանդիպման, խփել է 4 գոլ։ Շաբաթվա լրահոսն այսպիսին էր Արմալուրի դիտանկյունից։ Կհանդիպենք հաջորդ կիրակի։